10,000-ից ավելի քաղաքացի հետախուզվում է բանակից խուսափելու համար։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը։ Ըստ падգամավորի նրանցից մոտ 5,000-ը մինչև 27 տարեկան տղաներ են։ Այս խնդիրների լուծման համար падգամավորը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որը նպատակ ունի ավելացնելու զորակոչվողների թիվը, բարձրացնելու զինծառայության գրավչությունը, կանխելու արտագաղթը եւ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, նաեւ ներդնելու խուսափումից զերծ պահող նոր մեխանիզմներ։ Սարգսյանի խոսքով վերջին 20 տարիներին զորակոչի ենթակա քաղաքացիների միայն 30-40%-ն է իրականում ծառայել բանակում։ Մյուսները զինվորական պատասխանատվությունից խուսափելու համար օգտագործել են տարբեր մեխանիզմներ։ Ես կարծում եմ, որ այս թիվը պետք է առնվազն 50%-ով շատացնենք եւ բանակ զորակոչվողների թիվը առնվազն 50%-ով պետք է լինի ամեն զորակոչին ավելի շատ, բայց երբ մենք սահմանափակումներ ենք մտցնում, մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ այն խնդիրները, որոնք որ առկա են, ինչով պայմանավորված քաղաքացիները շարունակում են խուսափել եւ եթե մենք սահմանափակենք միևնույն է այլ ճանապարհ են փորձելու գտնել եւ ամենավատ տարբերակը ուղղակի լքելու են Հայաստանի Հանրապետությունը ընտանիքներով, մենք պետք է տանք հնարավորություններ եւ ծառայությունը դարձնենք ավելի գրավիչ։ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է նաեւ թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի զինվորական ծառայությունը դառնա ավելի գրավիչ եւ զորակոչի ենթակա քաղաքացիները ծառայությունից խուսափելու մեխանիզմներ որոնելու փոխարեն նախընտրեն բանակում ծառայել։ Գրավիչ դարձնելու ճանապարհները մի քանիսն են։ Առաջինը զինծառայողների վճարվող գումարները պետք է բարձրացվեն։ Այն քաղաքացիներ, ովքեր քաղաքացիությունից կհրաժարվեն եւ կտան 15 միլիոն դրամ, կամ այն քաղաքացիներ, ովքեր կվճարեն, որպեսզի կարճ ծառայեն, այդ հավաքագրված գումարների մի մասը պետք է ուղղվի մեր սովորական զինծառայողներ, այսինքն ժամկետային զինծառայողների դրամական ապահովման բարձրացմանը։ Այսօր շարքային կազմի մեր զինծառայողները ժամկետային ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում, որը պետք է առնվազն 5 անգամ կամ 10 անգամ բարձրացվի եւ նրանք պետք է 5-10 անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանան դրամական ապահովման տեսքով։ Հաջորդը նրանք, ովքեր որոշակի սպորտում հաջողություններ են հասել կամ գիտության մեջ, որ այսօր նրանք կառավարության որոշումներ ստանում են տարգետում կամ այլ հիմքերով ազատվում են, օրինակ գիտական գոչում ունենալու հիմքով ազատվում են ծառայությունից։ Ես կարծում եմ մենք չպետք է նման հնարավորություն տանք եւ առաջիկայում պետք է սահմանենք, եթե դու որևէ ոլորտում հաջողության ես հասել, սպորտի մեջ, աշխարհի չեմպիոն ես, Եվրոպայի կամ շախմատի չեմպիոն ես կամ գիտական գոչում ունես, դու հավանաբար նաև քո այդ վաստակով մեծ գումարներ ես վաստակում եւ կարող ես վճարել գումար, ծառայել 1 ամիս, ընդմիշտ փակել ծառայության էջը, ոչ թե ամեն տարի խնդրել, որպեսզի կառավարությունը օրինակ քեզ տարգետում տա։ Ըստ падգամավորի 2020-ից 2024 թվականներին մինչև 18 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից հրաժարման ճանապարհով բանակից ազատվել է 8721 արական սեռի անձ։ 2010 թվականից մինչև 2024 թվականների ընթացքում զորակոչից խուսափելու շուրջ 2500 քրեական գործ կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով։ Падգամավորի խոսքով ծառայությունից ազատվածների եւ տարգետում ստացածների ավելի քան 80%-ը դա հիմնավորել է առողջական խնդիրներով։ Նաև շատ կարևոր մեկ այլ քայլ եմ առաջարկել այս փաթեթի մեջ, որը ներառված է, դա փորձաքննությունից հրաժարվելու քրեականացումն է, որովհետև օրինակ երբ այսօր ունենք տեղեկատվություն, որ օրինակ ինչ-որ հարուստ երեխա առողջական խնդիրների թղթեր սարքելով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Երբ հարուցվում է քրեական գործ եւ նրան կանչում են կրկնակի փորձաքննության, նա հրաժարվում է փորձաքննությունից եւ դա այսօրվա գործող կարգավորումներով քրեական պատասխանատվություն չի ենթարկվում։ Ընդունենք իր համար գրել են, որ տեսողությունը -8 է, բայց իրականում գիտենք, որ իր տեսողությունը -8 չի, օրինակ -1 է կամ նա ընդհանրապես տեսողության խնդիր չունի։ Կանչում ենք, որպեսզի նա փորձաքննություն անցնի, հասկանանք իրականում տեղեկատվությունը համապատասխանում է թե ոչ, նա ուղղակի հրաժարվում է փորձաքննությունից եւ չի դատապարտվում եւ նաեւ չենք կարողանում նրան զորակոչել, քանի որ նա արդեն ունի առողջական թղթեր։ Իմ առաջարկած տարբերակով, եթե նա հրաժարվի փորձաքննությունից 1-ից 3 տարվա կալանք կնախատեսվի, սրանով պայմանավորված այս քաղաքացիներին նույնպես մենք կբերենք կրկնակի փորձաքննության եւ մեծ հավանականությամբ մի մասին նաեւ կզորակոչենք պարտադիր զինվորական ծառայության եւ նաեւ կփակենք այս ճանապարհով բանակից խուսափելու այն կարգավորումները, որը մենք ունենք։ Նոր օրենսդրական փաթեթով սահմանվում է նաեւ ծառայության նոր տարբերակների հնարավորություն։ Ծառայություն 24 ամիս ժամկետով պետական բարձր ֆինանսական աջակցությամբ, ծառայություն 6 ամսով,
որի դեպքում զինծառայողը պետբյուջե կվճարի 15 միլիոն դրամ եւ ծառայություն 1 ամիս ժամկետով, որի դեպքում անհրաժեշտ կլինի վճարել 20 միլիոն դրամ։ Սարգսյանի խոսքով ստացվող գումարների մեծ մասը զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով կուղղվի շարքային զինծառայողների դրամական ապահովությանը։ Նա ընդգծել է, որ օրենքի այս փաթեթը նաև միտված է վերադարձնելու երկրից երկարաժամկետ բացակայող եւ բանակից խուսափած քաղաքացիներին, հնարավորություն տալով մարել իրավական պատասխանատվությունը ծառայության կամ վճարի միջոցով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։